ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը Սյունիքի մարզում շարունակում է ակտիվ գործունեություն իրականացնել։ Կայուն համայնքներ ծրագրի շրջանակում այս անգամ կյանքի է կոչվում Nexus Կապան 2 ջերմատնային ձեռնարկատիրության կլաստերի ընդլայնում նախաձեռնությունը։ Այդ արդիվ մշակույթի կենտրոնում հանդիպում էր կազմակերպվել, որին ներկա էին այգեգործությամբ հետաքրքրվողները։ Դավիթբեկում ջերմոցային տնտեսության մեջ փորձառություն ունեցող Վահագն Մովսիսյանը ծրագրի մասին լսելուն պես կապան է շտապել։ Հաջողությունն փորձենք այս ջերմոցները ձեռք բերել, ինքը շատ արդյունավետ ջերմատներ է, ես նայել եմ, վիդեոներ նայել եմ։ Քիչ չի, 340 մետր ջերմոց ունենաս, այս պայմաններում ու ինքը որակյալ ավելի շուտ ջերմատուն է ջերմոց չի։ Շուրջ 7 տարի է մատակարարում եմ սա Կապանում։ Դե փոքր է ջերմոցս ինչքան հնարավոր է։ Ու որակյալ բերք եմ ապահովում։ Ինձ պետք էր որ ավելի փոքր լինի, շատ ամեծը, 340-ի է։ Ինձ այդքան տեղ չի լինելու։ Դե ասացի, եթե հնարավոր է որ փոքրացնեք, ես կարեմ տեղավորեմ, մեծ հաճույքով կարամ վերցնեմ։ Nexus Կապան 2-ի նպատակն է զարգացնել Կապան համայնքում ձևավորված ջերմատնային տնտեսությունները եւ ստեղծել ամուր կապեր գյուղական բնակավայրերի ու քաղաքային շուկաների միջև։ Կայուն համայնքներ ծրագրի առաջին փուլով Սյունիք բնակավայրին արդեն իսկ ջերմատներ են հատկացվել։ Քանի որ դա բավականին մեծ ազդեցություն թողեց գյուղատնտեսությամբ զբաղվող մեր բնակիչների համար, երկրորդ փուլը ավելի մեծ աշխարհագրություն ընդգրկեց եւ ավելի մեծ ծավալով ջերմոց, այսինքն կտեղադրվի արդեն միայն 340 մետրանոց ջերմոցներ եւ ավելի մեծ թվով բնակավայրերում։ Մեր նպատակը այն է, որպեսզի գյուղացին ունենա եկամուտ եւ ապացուցի իր հարևաններին, որ հողագործությամբ հնարավոր է ապրել եւ նույնիսկ բարգավաճել։ Մասնակիցները կանցնեն բիզնես ուսուցում, խորհրդատվության կամ այլ հարցերով կարող են դիմել Կապանի համայնքապետարան։ Առավել փորձառու եւ մոտիվացված շահառուները հնարավորություն կստանան համաֆինանսավորման սկզբունքով հիմնել 340 մետր մակերեսով ժամանակակից ջերմատներ։ Այս փուլում ընդգրկված են լինելու Կապանից 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակավայրերը, գյուղական բնակավայրերը, եւ ինչպես նաեւ Սյունիք, Աճանան այդ առանցքի շուրջ գտնվող էլի գյուղական բնակավայրերը։ Nexus ասելով մենք հասկանում ենք կապը քաղաքի եւ գյուղի մեջ, այսինքն գյուղը կարողանում է բարենով ապահովել քաղաքային բնակավայրը, կոնկրետ դեպքում Կապան քաղաքը, իսկ միևնույն ժամանակ Կապան քաղաքը կարողանում է լրացիչ եկամուտ ստեղծել գյուղական բնակավայրի համար, այսինքն փոխշահավետ համագործակցություն է հաստատվում երկուսի միջև։ Մեր ցանկությունն է, որ կարողանան իրենք այդ 340 մետրանոց ջերմատները վերածեն կայուն բիզնեսի իրենց համար։ Բացի այս ծրագրից ՄԱԿ-ը մի շարք այլ նախաձեռնություններ է իրականացնում մարզի տարբեր համայնքներում, նշում են մարզպետարանից։ Եթե մենք դիտարկում ենք ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն ամբողջությամբ իր բոլոր տարբեր ենթածրագրերով, ապա գրեթե բոլոր համայնքներում մարզի մենք ունենք ծրագրեր բազմավոլորտ։ Դրան կարող են վերաբերվել խմելու ջրին, ոռոգման ջրին, այգեգործությանը, ջերմոցների, ջերմատների կառուցմանը, նույնիսկ կարող են վերաբերել դպրոցներին, տարբեր ծրագրեր կրթական եւ այլն, այսինքն մենք ունենք տարբեր բազմավոլորտ ծրագրեր այս մասով։ Հանդիպման մասնակիցների մեծ մասին ջերմատնային ծրագիրը ոգևորել էր։ Սա հնարավորություն է ընդլայնելու սեփական բիզնեսը նպաստելով տեղական արտադրության զարգացմանը։ Հեյմինե Միքայելյան, Տիգրան Թումանյան, Սյունիք լուրեր։